Ուրեմն մի հետաքրքիր պատմություն պատմեմ, դե ես վաղուց եմ վարում էջեր, զբաղվում եմ բլոգերությամբ, ինֆորմացիայի տարածմամբ, ընդհանրապես սեռական կյանքի մասին լուսավորչական, գիտական աշխատանքներով, ու էլի նմանաբնույթ բան, եկանք ձեր մոտ աշխարհի փողերը ծախսեցինք, եսի մի ինչ բան, ու կպած գրու այն ժամանակ դեռ TikTok-ի մասին չի խոսքը, Facebook-ի մասին էր խոսքը, ես այդ Facebook-ում մի քանի էջեր ունեմ սեռական առողջության վերաբերյալ, բոլոր էջերի մեջ գրում այս ինչ որ վատ կոմենտներ ա մտնում գրում, աշխարհի փողերը ծախսինք, ես հո գիտեմ, որ իմ մոտ աշխարհի փողերը չեն ծախսում պացիենտները, հարցը դա չի, բայց վերջը գրում աշխարհի փողերը ծախսեցինք, եսի ինչ բան, մի օր տենց ոնց ստացվեց էլի, տենց ոնց որ, չասեմ ինչ տարբերակով, ես կարողացա գտնել տվյալ մարդու հեռախոսահամարը, որովհետև ինձ հետաքրքիր է դինամիկան մինչև ուր է զարգանում, դե հասկանում եք, այլ էր պրոստը բլոկ անել եւ թեման փակել այդքան, բլոկ ես անում, այդ մարդը եզրափակվում է բոլոր իր ֆունկցիաները, ինքը չի կարող քեզ գրի, կոմենտ չի կարող, հարց, բայց ինձ հետաքրքիր էր էլի, որովհետև ես նայում եմ նկարները տվյալ անձնավորության գրող, ես հստակ գիտեմ, որ իրան չեմ ճանաչում, հիմա կասեք ոնց կարելի է այդքան հիշ, այո, ես հիշում եմ, անազգաննել եմ կարդում չեմ հիշում, նկարներն եմ մտնում, ասում ձև չի, այս մարդի մոտ չի եղել, եւ ես գտա տարբերակ, ոնց կարելի է տվյալ անձնավորության հեռախոսի համարը գտնել, եւ բնականաբար ոչ իմ համարից, ես այլ համարից զանգել եմ եւ հարցնում եմ, ասում եմ իմ մոտ եղել ես դու թե չէ, ես բժիշկ Մնաս Փալևանյանն եմ, երբևէ գենետիկայի կենտրոնում դու եղել ես, երբևէ հետազոտություններ անցել ես իմ մոտ, չէ, ասում է, ես ձեզ չեմ ճանաչում, եղբայր ասում, ինչ ես մտնում, բա վատ բաներ գրում, վատ բաներ, քո գրած վատ բաները, այնց չի, որ իմ վրա վատ անդրադարձնում կամ ինչ որ իմ աշխատանքային գործունեության վրա պետք է հարցը դա չի, բայց դու ինչ ես, օրինակ անպատասխանատու հայտարարություններ անում, ինչ ես գրում մի բան, որ իրականության հետ կապ չունի, չէ՞ որ դու իմ մոտ ես հաստատ գիտեմ, որ դու իմ մոտ չես եղել, բուժում չես ստացել, եթե դու ուրիշ տեղ գնացել ես, բուժում չես ստացել, նույն քո խնդրի կապ, ինչ ես դա վերագրում ինձ, հիմա նույնը դուք եք հարգելի օգտատեր, մի քիչ յուրաքանչյուրդ եղեք ավելի պատասխանատու ձեր գրածների հարցում, անպատասխանատու հայտարարություններ ուղղակի մի արեք, դա նորմալ մարդու վարքագիծ չի ըստիս, եւ հավելեմ ոչ միայն մարդուն բնորոշ, նորմալ մարդուն բնորոշ վարքագիծ, հատկապես տղամարդուն բնորոշ վարքագիծ չի, խոսել, ասել մի բան, որի պատասխանատվությունը ինքը չի կարողանում իր վրա վերցնել